Բարև ձեզ։ Առաջին եթերում մանրամասներն են, ես Դավիթ Ստեփանյանն եմ, այսօր իմ հյուրն է ժողովրդավարության եւ անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոն Լեյանը։ Բարև ձեզ, պարոն Լեյան։ Բարև ձեզ։ Շարունակվում է նախընտրական կամպանիան Հայաստանում, ոչ պաշտոնական կամպանիան, արդեն 1 տարի է, երևի թե մի բան էլ ավել։ Եվ հետաքրքիր ալյանսներ ենք տեսնում, երբ որ Քոչարյանական թևի ներկայացուցիչները մտնում են ալյանսի մեջ Ծառուկյանական թևի ներկայացուցիչների հետ, Գագիկ Ծառուկյանի հետ։ Շատ հետաքրքիր մի դասավորություն է ստեղծվում եւ տպավորություն է ստեղծվում, որ այդ բոլոր ուժերը իրականում տարբեր սոուսներով, տարբեր տարաներով, բայց գնում են մեկ ընդհանուր օրակարգով, որը կոչվում է Ռուսաստանի Դաշնության շահերի սպասարկում եւ պաշտպանություն Հայաստանի Հանրապետությունում։ Այն դեպս ես դա այդպես եմ ընդդեմ Հայաստանի Հանրապետության։ Իհարկե, ընդդեմ Հայաստանի Հանրապետության, նրա իշխանության եւ անկախությանը։ Խնդրեմ նաեւ ձեր տեսակետը, երևի թե դուք ավելի լավ կմանրամասնեք, դուք քաղաքականության մեջ գտնվող անձ եք, պերսոնա եք, պարոն Լեյան, խնդրեմ։ Նամանավանդ որ հաշվի առնենք, թե նույն Դուգինը որքան կշտամբեց այն մարդկանց, ովքեր զբաղված են Հարավային Կովկասի կուրացիայով, այս մենք գիտենք, որ դա Կիրենկոն է, կարելի ասել, որ Կիրենկոն պարզապես փոփոխություններ է կատարում, միգուցե նա մտածում է, որ այս պահին Գագիկ Ծառուկյանի հետ ավելի շատ շանսեր կան առաջ տանելու, քան Ռոբերտ Քոչարյանի հետ։ Եվ իսկ այն, որ Գագիկ Ծառուկյանը ամբողջությամբ սպասարկում է ռուսական շահը, դա նաև երևում է այն բանից, որ բոլորին վերջերս նա մի քանի հոդված էր տպագրում եւ որտեղ գուժում էր, թե որքան վտանգավոր է, եթե Հայաստանի Հանրապետությունը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից, եթե ինտեգրվի Եվրոպական միությանը, չնայած ես վստահեցնում եմ, որ երբ դա տեղի ունենա, Գագիկ Ծառուկյանը եթե դեռ էլի լինի որպես բիզնեսմեն Հայաստանում, դա առաջիններից մեկը կսկսի օգտագործել Եվրոպական միության շուկան, ի բարօրություն իր ֆինանսական հաջողությունների, բայց այնուամենայնիվ այս պայդրությամբ Գագիկ Ծառուկյանի համար կարևոր է ոչ թե Հայաստանի Հանրապետության շահն է, այլ այն հրամանը, որը նա պետք է կատարի, իսկ այդ հրամանները իրենք բոլորը ստանում են մեկ կետից։ Իրենք չներթաքցնում եւ իր նոր գործընկեր Անդրանիկ Թևանյանը երեք երբ հարցազրույց էր տալիս Պետրոս Ղազարյանի մոտ, նա բացահայտ խոսում էր, որ այո, նրանք համարում են, որ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության ռազմավարական դաշնակիցն է եւ նա այո հաստատեց, որ նա ունի բազում ընկերներ, մտերիմներ, քաղաքագետների, պաշտոնյաների, պետական փորձագետների, լրագրողների շրջակայքում։ Սա է։ Մի կողմից ունենք Անդրանիկ Թևանյան, որն ինձ համար մահացա որպես քաղաքական գործիչ եւ որպես մարտիակ, երբ նա գնաց օկուպացված ուկրաինական տարածքներ Ռուսաստանի կողմից եւ այնտեղից հայտարարեց, որ մենք ձեր հետ ենք, հայերը ձեր հետ են, կոլաբորանտների հետ։ Մյուս կողմից մենք ունենք Գագիկ Ծառուկյանը, որը գիտեք որքան մտերիմ հարաբերություններ ունի Բելարուսի հետ, Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ, Մինսկում է գտնվում իր տղան, գիտեք որ իրավապահ նա խուսափում է եւ այստեղ մի կողմից բելարուսական, մի կողմից ռուսական, միութենական պետություն են իրենք հիմնում, քաղաքական նոյան իրենց այդ տապանում եւ փորձում են Հայաստանը տանել իրենց ճահիճը։ Ընդ որում իրենք երկուսով իրենք միայն շահում են, որովհետեւ իրենց անձնականի վրա դա չի ներառվում, չի անդրադառնում։ Բայց իրենք թքացում են։ Միշտ էլ այդպես է լինում։ Իրենց համար կարևոր է իրենց ֆինանսը տեղին լինի, բայց ջհանդամ թե Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացին պետք է նորից գնա եւ ընկնի ռուս-բելարուսական ճահիճը։ Պարոն Լեյան, կա նաեւ երրորդ քաղաքական ուժը, որը գործում է տրամաբանության մեջ, դա մեր ձևով գործող Ուժեղ Հայաստան, եթե չեմ սխալվում, Ուժեղ Հայաստան կուսակցությունն է, որի նորամուտը օրեր առաջ տոնեցին, երբ որ ես լսում եմ այն հայտարարությունները, որոնք արվում են այդ կուսակցության կողմից, ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ այդ կուսակցությունը կառուցվել է ոչ թե Հայաստանի Հանրապետության, այլ Ռուսաստանի Դաշնության օրենքների շրջանակներում եւ հակասությունները Հայաստանի սահմանադրության հետ, ընտրական օրենսգրքի հետ, տարբեր օրենքների հետ ակնհայտ է, նույնիսկ ինձ համար, երբ որ ես իրավաբան չեմ, հարցեր են առաջանում։
Արդյոք նպատակահարմար չի լինելու, եթե մենք փորձենք պաշտպանել, հա, Հայաստանի օրենքները, արգելել այդ կուսակցության մասնակցությունը ընտրություններում, որովհետև այդ մասնակցությունով ես նույնիսկ քաղաքական նպատակահարմարության մասին չեմ խոսում, արդյոք ինչ է փոխելու այդ մասնակցությունը կամ չի փոխելու։ Ուղղակի օրենքին չի համապատասխանում, ասենք, սա օրենքի լուրջ ոտնահարում է Հայաստանի Հանրապետության օրենքների։ Դուք ինչպես եք կարծում, հնարավոր տարբերակ է, որ ընդհանրապես կասեցվի իրենց մասնակցությունը, հաշվի առնելով նաև Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները, թե իրենց էլ թույլ կտան այնուամենայնիվ գնալ ընտրություններին, միգուցե նաև հայտնվել խորհրդարանում եւ դառնալ այն համակարգային ընդդիմությունը, որ Արցախի դրոշները է թափահարում, խոսում է, շշեր է նետում, բայց օրակարգ չի ձևավորում պետական քաղաքական։ Դա հայտարարություն կլինի, կարծում եմ, եւ իմ խորին համոզմունքն է, որ այսպիսի կուսակցությունները պետք է դուրս բերվեն քաղաքական process-ներից, որովհետեւ հակաժողովրդավարական կուսակցությունները չեն կարող թույլատրվել մասնակցել ժողովրդավարական process-ների, որովհետեւ այդ հակաժողովրդավարական կուսակցությունների նպատակն է ժողովրդավարության տապալումը։ Հետևաբար այն կուսակցությունները եւ այն քաղաքական ուժը, որը ի սահմանադրությամբ նաեւ պետք է պաշտպանի Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարությունը եւ ժողովրդավարական ընթացքը, պետք է դրա դեմն առնի։ Եվ այստեղ պետք է իրավապահամակարգը, նաեւ կենտրոնական ընտրական հանձնաժողովը համապատասխան ռազմավարություն որդեգրեն եւ գործեն։ Դա է իրենց ձևովը։ Այ երբ իրենք ասում են մեր ձևով, սա իրենց ձևն է։ Այնպես Վլադիմիր Պուտինը Ռուսաստանում փոխեց սահմանադրությունը, զրոացրեց նախագահական այդ քանակը, որպեսզի նա նորից կարողանա մասնակցել ընտրություններին։ Հիմա նույնը արդեն դեռ իշխանության չեկած, իրենք արդեն ոտնահարում են սահմանադրական կարգը։ Սա այն ամենը, ինչ մենք պետք է սպասենք, եթե օրինակ մի հրաշքով Սամվել Կարապետյանը իշխանության գա եւ նաեւ ձևավորի այստեղ իշխանություն, իրենք միանան Ռոբերտ Քոչարյան, Անդրանիկ Թևանյան, Վանեցյան, Ծառուկյան, չգիտեմ ինչ, Յան ազգաններով ռուսներ կան, ռուսական շահսպասարկող այստեղ մարդիկ։ Սա իրենց պատկերացրածը։ Եվ Անդրանիկ Թևանյանն էլ 3 հարցազրույցում խոսում էր այդ ամենի մասին, որ իրենք ոչ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը կստորագրեն, այն տեսքով, որը մենք ունենք այսօր։ Ոչ իրենք թրիպը կշարունակեն այն տեսքով, որով մենք ունենք այսօր։ Իսկ իրենք թրիպին ուզում են համագործակցություն բերեն Ռուսաստանին եւ Չինաստանին, Իրանին, ինչ որտես բաներ են խոսում, դա անտրամաբանական բան է։ Դա հասկանում եք նախադրյալներ են, որոնք միտված են ոչ թե թրիպն ավելի հարստացնելու, այլ կազմաքանդելու եւ գացրելու։ Թրիպ եք ասում, պարոն Պլեյան, Արցախն են ուզում հետ բերել բանակցությունների ճանապարհով։ Հիմա բանակցությունների ճանապարհով, երբ որ Արցախում հայ չի մնացել։ Իրանք նաև ասում են, որ օրինակ խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրվի Ռուսաստանի երաշխավորությամբ։ Այսքան այն բանից հետո, երբ մենք տեսանք, թե ինչ վերաբերմունք ունի Իլհամ Ալիևը Ռուսաստանի նկատմամբ, լավ, պարոն Լեյան, եկեք մի փոքր փորձենք տրամաբանենք, հա, մեզ մարդիկ նայում են, դիտում են, ընտրողներն էլ պետք է հասկանան, ժողովուրդը պետք է հասկանա ինչ է կատարվում իրականում։ Տեսեք, մարդիկ կարող են ընտրողները ժողովուրդը կարող է չհավատալ Նիկոլ Փաշինյանին։ Կարող են չհավատալ քաղաքացիական պայմանագրին, իրավունք ունի։ Իհարկե։ Կարող են չհավատալ արևմտամետ ուժերին։ Մեզ կարող են չհավատալ, երբ որ մենք ասում ենք, որ Ռուսաստանը մեզ փորն է տվել եւ դրա ապացույցները կան։ Բայց իրենք չեն հավատում օրինակ Ալեքսանդր Դուգինին։ Եվրասիականության գաղափարների ջատակով Պուտինյան, Կրեմլյան, մերձկրեմլյան, այսպես ասած, շրջանակների վառ ներկայացուցիչ, գաղափարախոս, մարդը ուղիղ տեքստով ասեց։ Մի քանի անգամ ասեց, ես վերջինն եմ մեն ասում։ Էլ չգիտի ոնց ասի։ Ղարաբաղը տվել ենք Ադրբեջանին, իսկ Ադրբեջանը անշնորհակալ է, Ալիևը անշնորհակալ է եւ ամերիկացիների հետ է գործ բռնել։ Այսինքն այն գործը, որ պետք է մեզ հետ բռներ, այդ Սախարովան, որ ասում է, այդ 3 կողմանի, հա, նոյեմբերի 9-ի տրամաբանությունը, միջանցքը, ինքը բռնել է ամերիկացիների հետ անում։ Ինքը վատ մարդ է։ Լավ, Դուգինին էլ չեն հավատում։ Դրանից առաջել, հա, այսինքն մարդիկ ուղիղ կերպով ասում են, մենք դա արել ենք։ Մենք ասում ենք դուք արել եք, մեզ ասում են, չէ, դուք սուտ եք ասում։ Դուք Նիկոլին եք պաշտպանում։ Հիմա անողն է ասում, ասում է մենք դա արել ենք, Շոյգուն է ասում դա արել ենք, Պուտինն է ասում դա արել ենք։ Հիմա այս քաղաքական
կներեք արտահայտության համար գործիչները ասում են չէ, Ռուսաստանը լավն է, ռուս, այդ բոլոր հարցերը։ Երեք Թևանյան նույն բանն էլի ասում էր։ Ռուս, հա, եւ ռուս։ Մենք ենք մեղավոր, որ Ղարաբաղը կորցրեցին։ Լավ, այս ամեն ինչի քաղաքական նպատակահարմարությունը որքանով է արդարացված։ Ես չեմ ասում ընդհանրապես բոլորին ուզում են խաբեն, դա հասկանալի է, բայց քաղաքական նպատակահարմարությունը դե ժողովուրդը վերջ-վերջու հասկանում է, չէ, տեսնում է, չէ, ինչ է կատարվում, թե չէ։ Դե իրենք պետք է տեսնեն նաև մեր հաղորդումը։ Իրենք որտեվ մերը թող չտեսնեն, դուգինին թող լսեն։ Մարդիկ չեն նայում, բայց հետո իրենք միացնում են Անդրանիկ Թևանյանին եւ Անդրանիկ Թևանյանն ասում է, որ հոկտեմբերին 22 թվականին մենք ճանաչեցինք Պրահայում, դրա համար էլ Լեռնային Ղարաբաղում ռուսները բայր ինչ անեին։ Պատկերացնում եք Ռուսաստանի Դաշնությունն այն երկիրն է, որ շահ ուներ Լեռնային Ղարաբաղում, հա նաև մեղադրեց մեզ, որ դրանով նաև մենք խաթարեցինք Ռուսաստանի Դաշնության շահերը աշխարհաքաղաքական։ Այսինքն պատկերացնում եք մեկ հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանի, որ մենք Ղարաբաղը ճանաչում ենք Ադրբեջանի կազմում, Ռուսաստանի Դաշնությունը չկարողացավ իր աշխարհաքաղաքական շահերը պաշտպանել Անդրանիկ Թևանյանի։ Ինչքան ծանրակշիռ է, չէ՞ Փաշինյանի խոսքը։ Մահացած երկիր է այդ Ռուսաստանը, օրենքին մեռած երկիր է, որ ասում են։ Սրա մասին պետք է անընդհատ խոսել։ Այդ Պրահայի 22-ի հայտարարությունը ինքը բանավոր խոսք է եղել ընդհանրապես, այսինքն ոչ մի փաստաթուղթ չկա, ստորագրություն չկա, կա միայն հայտարարություն։ Եթե մենք այդ ոճով ենք գնում, կարող ենք ուրեմն ասել, որ Նիկոլ Փաշինյանը միջև այդ գնացել էր Ստեփանակերտ եւ ասել էր, որ Արցախը Հայաստանը եւ Եվ մեղադրում է, որ նա հայտարարեց դա ասած, եւ մեղադրում է, որ ասեց Ղարաբաղը Ադրբեջանի կազմում է։ Այսինքն մենք գործ ունենք ալոգիզմի հետ, չէ՞, հա, հակատրամաբանության, չգիտեմ ինչպես է դա թարգմանվում հել, երբ որ բոլոր սլաքները ուղղվում են մեկ հոգու վրա, այն դեպքում եւ մեղավորը բոլորն են։ Գիտեք, ես համամիտ եմ, որ մենք ենք մեղավոր, որ մենք Ղարաբաղը կորցրել ենք, բայց մենք ով մենք։ Մենք բոլորս։ Այո, ես եւ դուք երևի թե։ Եւ ես դա ասել եմ հոկտեմբերի, կներեք 2020 թվականի նոյեմբերի 10-ին, երբ որ ծանոթացել եմ այդ փաստաթղթի հետ։ Ես այն ժամանակ եմ դա ասել, որ մենք Ղարաբաղը կորցրել ենք։ Ցավոք շատերը դա չեն հասկացել։ Հիմա ինչ հիմա 20 թվականի հոկտեմբեր 20 թվականի նոյեմբերի 10-ին։ Այո, այդ ժամանակ ենք կորցրել մենք Ղարաբաղը։ Հիմա այս մարդիկ շարունակում են պնդել, որ չէ, մենք կորցրել ենք Ղարաբաղը Պրահայում 22-ին Նիկոլ Փաշինյանի հայտարարությամբ, ինչը քաղաքականապես ոչ հիմնավորված աբսուրդ է։ Լավ դա էլ դնենք մի կողմ։ Լավ ոնց կարելի է մարդկանց այսքան այս աստիճանի հիմարի տեղ դնել։ Գիտեք ինչ են իրենք այդքան ատում այդ Պրահայի հայտարարությունը, որովհետև իրականում այդ Պրահայի հայտարարությունը նաև թույլ տվեց, որպեսզի եվրադիտորդներ կան տեղակայվեն, եւ այդ օրվանից ի վեր խաթարվեց Ռուսաստանի պլանը Հայաստանի Հանրապետություն նոր կրակային օջախ ստեղծելու, որի հիման վրա նրանք նորից պետք է գային այստեղ տիրեին մեզ եւ պահին Հայաստանին ու Ադրբեջանին այս բանի շուրջ, նաև Ադրբեջանը իրենց ուղեցրում։ Սա իրենց համար մահացու հարված էր։ Լավ, հանգիստ թողնենք այդ անդիմությանը, եթե կարելի է այսպես կոչված, եթե կարելի է այդպես խոսել, անդրադառնանք այդ անդիմության տերերին։ Տիկին Մարիա Սախարովան այսօր հերթական հայտարարությունն է արել, քիչ առաջ է արել դեպ։ Նա նշել է այսպիսի մի բան ՃՊԱԶՐՈՒ-ին Հայաստանի երկաթուղիների ռուսական օպերատորը ոչ թե զրկում է մրցակցային առավելություններ, այլ ստեղծում է այդ առավելությունները։ Դա Սախարովան է հայտարարում, որպես տարօրինակ որակելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը երկաթուղու կառավարման մասով։ Նա կարծում է, որ դա տարօրինակ է։ Ըստ Զախարովայի Ռուսաստանը միշտ կողմ է եղել տարածաշրջանային բոլոր տրանսպորտային եւ տնտեսական կապերի ապաշրջափակմանը, եւ դրա համար շատ բան է արվել Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ Եվրակողմ աշխատանքային խմբի շրջանակներում։ Նույն բալալայկան։ Այո։ Տեսեք, մենք ինչ ենք տեսնում։ Մենք տեսնում ենք, որ խոսքերի կույտ մի փաստաթղթի մասին, ստե գոնե փաստաթուղթ կա, որը չկա, գոյություն չունի։ Թղթի վրա կա, բայց իրականում չկա։ Հարավ-Կովկասյան երկաթուղին մի վիճակում է, դե օրինակ փորձենք համեմատել մեր երկաթուղային ցանցը Վրաստանի երկաթուղին։ Ուրիշ տեղ չգնանք, հա, Չինաստան չգնանք, Ֆրանսիա չգնանք։ Տարբերությունը ակնհայտ է, թե ինչ կառավարման են իրենք հասել, ինչ արդյունքների եւ ինչի ենք հասել մենք։ Մեր երկաթուղին սովետական ժամանակահատվածի երկաթուղի էր, սովետական ժամանակահատվածի շարժակազմով
Այն Նիկոլայ II-ի ժամանակ, ես չեմ չափազանցնում, Նիկոլայ II-ի ժամանակ գցած ռելսերով շատ տեղերում եւ համապատասխան արագությամբ։ Մենք հիմա լուրջ խնդիր ունենք, պարոն Բրեյան, շատ լուրջ խնդիր ունենք։ Մեր խնդիրը հիմա հետեւյալն է, որ մենք կարող ենք իրականում այս բոլոր նախագծերից մնալ կտրված, արդեն ոչ թե այն պատճառը, որ դա Ադրբեջանը չի ուզում կամ Թուրքիան չի ուզում, այլ մենք ժամանակին սխալ ենք թույլ տվել Սերժ Սարգսյանին բարևներ կոնցեսիոն պայմանագիրը ստորագրելով այս երկրի հետ եւ ստանալով այս մուտանտ երկաթուղին։ Դա ստեղ ինչ անենք։ Այս որոշումը որն է Նիկոլ Փաշինյանը շատ զգուշ է իր հայտարարություններում, բայց տրամաբանությունը ակնհայտ է, տպավորություն է, որ այս բանակցությունները երկաթուղ մասով մտել են փակուղի։ Դուք ինչ եք կարծում, միգուցե կան ինչ-որ վարկածներ, հնարավորություններ, ինչպես կարելի է գործել։ Շատ դժվար հարց է սա իրականում։ Մենք պետք է գործենք հանուն Հայաստանի Հանրապետության շահի եւ Հայաստանի Հանրապետության շահը ենթադրում է, որ այդ կոնցեսիոնը պետք է ռուսական ձեռքից վերցվի։ Ռուսների ձեռքից պետք է հետ վերցնենք։ Սա ամենամեծ տրամաբանությունը, ամենաուղիղ դրա հնարավոր հանգուցալուծումը, որտեղ այլ տարբերակ չկա։ Իդեպ ես ձեզ ասեմ, որ ըստ երբ իրենք ստորագրում են 2008 թվականի կարծեմ փետրվարին այդ կոնցեսիոն համաձայնագիրը, ըստ այդ պայմանագրի նրանք պետք է նոր շարժասանդուղքներ բերեին, մի խոսքով Շարժակազմ։ Այո, ամբողջը պետք է փոխվեր, բան չի արվել։ Այսինքն իրենք նորոգեցին վագոնները։ Ես միշտ ասում եմ, էլեկտրոգնացքները 62 թվականին են, ես տեսել եմ, ես ուշադրություն 62 թվականին։ Միակ նորությունը այդ Երևանից Գյումրի գնացող գնացքն է, դա է։ Մնացածը թղթի վրա ցույց են տալիս, որ ինչ որ ներդրումներ են արել, բայց երկաթգիծը չկա կամ կա չաշխատող վիճակում է։ Մի խոսքով, այս հարավ կովկասյան երկաթուղիներով մենք չենք կարող իրագործել, իշխանությունը չի կարող իրագործել խաղաղության խաչմերուկի գաղափարը։ Անիրագործելի է։ Եվ այո, եթե իրենք ուզում են ղազախների, արաբների հետ կամ մեկ այլ երկրի հետ համագործակցեն այդ առումով, ես օրինակ նաև կառաջարկի վրացիների հետ համագործակցենք, վրացիները ժամանակին գերմանացիների հետ համագործակցեցին։ Մենք անգլիացիների հետ կարող ենք համագործակցել, չգիտեմ, ում հետ ուզում եք համագործակցել, ռուսների հետ չեք կարող համագործակցել, նամանավանդ օրինակ ամսի 1-ից նույն ռուսական երկաթուղին օրինակ տարիֆը բարձրանում է, որտեղ բազմամիլիարդանոց ռուբլիների հասնող պարտքեր ունի։ Պետական գույք հավաճառում, որպես կարողանան բանկրոտի հետ գործ ունեն։ Այո, եւ իրենց դուստր ձեռնարկությունն այստեղ ուզում է ինչ-որ չգիտեմ մրցակցությունից մրցակցության առավելություններից է խոսում Տիկին Զախարովը։ Օվերչուկը ասում է, որ մենք պատրաստ ենք սկսել բանակցություններ այդ ուղղությամբ, սկսել բանակցություններ։ Մենք կարող ենք սկսել բանակցություններ ապառուսականացումի շուրջ միայն երկաթգծերի։ Այլ հնարավորություն չկա դրան։ Շատ են ուզում, թող Երևան-Գյումրին շարունակեն սպասարկեն։ Միակ նորմալ գնացքը դա է։ Խնդրեմ շարունակեք։ Սա ձեզ կտանք, որպես կոմպլեմենտարիզմ, որպես բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականության արդյունք։ Մնացած բաներում մենք դուրս ենք մնում, մենք չենք կարող մնալ այդ 42 կիլոմետրանոցի հույսին։ Գիտեք, շատ նման է իրավիճակը, շատ նման է այդ հյուսիս-հարավին, չէ՞, քանի տարի է մենք խոսում ենք, չէ՞, հյուսիս-հարավ նախագիծ, հյուսիս-հարավ նախագիծ, Սերժ Սարգսյանի ժամանակ է մեկնարկել այդ նախագիծը։ Մենք տեսնում ենք, որ մինչև այսօր այդ ճանապարհը չկա, գոյություն չունի։ Նոր սկսել է, նորմալ շինարարությունը սկսել է վերջին տարիներին։ Չնայած այդ նախագիծը, եթե ես չեմ սխալվում, 15 տարի է կա։ Հիմա շատ է նմանվում մեր այս արևելք-արևմուտք նախագիծը, պայմանական ասած, խաղաղության խաչմերուկը շատ է նմանվում այդ հյուսիս-հարավին, եւ այս տեմպերով մեզ չեն ների դա։ Մեր մրցակիցները, մասնակիցները այս գործընթացի մեզ չեն ների, մենք ուղղակի կմնանք իզոլացված այդ ամենից։ Հերթական անգամ մեր սեփական մեղքով անթույլատրելի է այն նախագահի եւ նրա կառավարության, որը այս կոնցեսիոն պայմանագիրը ստորագրել է։ Եվ դա անթույլատրելի է, որովհետև ժամանակին այնինչ մեզ առաջարկում է, երբ մենք դեռ ունեինք Լեռնային Ղարաբաղ, մեզ այդ ամենը առաջարկվում էր։ 95, 96, 97, 98 թվականներին մեզ դա առաջարկվում էր։ Պրոյեկտներ, գազ եւ այլն, նավթ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի արկայության դեպքում։ Մենք դրանից հրաժարվեցինք, մենք դա կորցրեցինք, մենք կորցրեցինք Ղարաբաղը, հիմա չունենք Ղարաբաղը։ Հիմա դա էլ կորցնենք, դա անթույլատրելի է։ Դա հնարավոր չի լինի ներել իշխանությանը։
որովհետև դա իշխանության բաց թողումը կլինի։ Պարոն Լեյան, ենթադրենք, որ իշխանությունը գնում է ձեր կողմից նշված ճանապարհով, կոնցեսիան խլում է ռուսներից, ինչ հակազդեցության կարող ենք հանդիպել այս դեպքում։ Գիտեք, համենայնպես մենք ահագին նվազեցրել ենք ռուսական հնարավոր հակազդելու գործիքները, միշտ մեզ հացահատիկով են վախեցնում, հիմա արդեն չեն կարող վախեցնել, որովհետև արդեն Ղազախստանից ենք բերում, կարող ենք այլ երկրներից բերել, բենզինով ու գազով են ու դիզելով են վախեցնում, դրանով էլ չեն կարող վախեցնել, կարող ենք Ադրբեջանից ներմուծել։ Միակ հնարավոր բանը դա գազն է արդեն մնացել, Լարսն է, որ փակում են, էլի արդեն ալենտրանքային ճանապարհներ ունեն։ Մենք էլ կարող ենք իրենց վախեցնել։ Վերջը մի անգամ վախեցրեցինք ԵԱՏՄ-ից դուրս գալով։ Երբ Լարսը փակել էին։ Վերջը, եթե Լարսը փակեն, կարող է հայ-թուրքական սահմանը բացվի, չէ՞։ Այո։ Թուրքերն էլ հիմար չեն այդ դեպքում։ Իր բոլոր հետևանքներով Ռուսաստանի համար։ Ես կարծում եմ, որ իրականում իրենք դեռ չեն գիտակցում, ռուսերը դեռ չեն գիտակցում, որ գնացքն արդեն հեռացել է։ Եվ այն ինչ իրենք փորձում են անել, դա հնարավոր չէ այլևս հետ բերել։ Եվ ես հույս ունեմ, որ իշխանությունը նույնպես գիտակցում է այդ փաստը եւ պետք է գործեն ավելի արագ, որովհետեւ Ադրբեջանը ու Թուրքիան չեն սպասում։ Իրենք իրար հետ արդեն համաձայնություններ են ձեռք բերում։ Կառուցում են երկաթուղի Հայաստանի շահերին։ Իրենց պետք է գնանք այդ ուղղությամբ։ Դա դեռ չի երաշխավորում, որ մենք ի վերջո կկարողանանք իրենց հետ բերել։ Բայց համենայնպես դա երաշխավորում է, որ գոնե դա վերադառնում է Հայաստանի Հանրապետությանը եւ ապառուսականացում է։ Ինչ մենք ապառուսականացրել ենք Հայաստանում, սկսել է ավելի լավ գործել։ Չէ, դա հասկանալի է, պարոն Բլեյան, ստե նույնիսկ վիճելու բան չկա։ Եվ ուղղակի ավարտելով, էլի, տեսեք, ինչ է ստացվում։ Ստացվում է, որ ռուսական ցանկացած ներկայություն դառնում է բալաստ, բեռ մեզ համար։ Այդ օրինակ Հարավ-Կովկասյան երկաթուղին հիմա մեզ համար լուրջ բեռ է։ Եվ այս ամենի համատեքստում տնտեսական, քաղաքական, մշակութային, վերջը նաև ցիվիլիզացիոն, քաղաքակրթական այդ ձեր նշած քաղաքական գործիչները շարունակում են ռուս ասելով մանգալ եւ գնալ չգիտեն։ Լավ, բա իրենք երբ որ դա անում են, իրենք չեն մտածում, որ այս երկիրը ռուսի հետ կարող է, չգիտեմ ոնց ասեմ, այդ ճահիճի մեջ խեղդվել վերջնականապես, կարող են խեղդվել։ Իրենք թե իրենց դա չի հուզում։ Չի հուզում իրենց։ Բա իրենք ինչ են անելու։ Սպասում են, որ ի վերջո կարող է պատերազմ սկսվի Սյունիքում, որ այդ պատերազմի ֆոնին կան իշխանության։ Ու իրենց չէր հուզում, որ կարողանանք Սյունիքը կորցնեին կամ Սյունիքի մի մասը։ Իսկ եթե իրենց ետևից գան, դե թող գան։ Հիմա իրենք էլ չեն, իրենք պետք է մտածեն։ Երբ որ օրինակ 20 թվականին մենք մտցրեցին Կարմիր բանակը, հետո ինչ եղավ այդ մտցնողների հետ։ Ինչ արեցին բոլշևիկները։ Նույնը ես կարող եմ ձեզ ասել 20 թվականին 21-րդ դարի նույն բանը տեղի ունեցավ։ Կարմիր բանակը հայտնվեց Ստեփանակերտում եւ հետո այդ մարդիկ, ովքեր այդ Կարմիր բանակը ծափողջույններով դիմավորում էին, հիմա կներեք Բաքվի բանտում են։ Նույնիսկ շատ ցավալի փաստ է սա իրականում, բայց իրականությունը սա է։ Թող մտածեն, ինչ ասեմ։ Շնորհակալ եմ ձեզ, պարոն Բլեյան, շարունակենք հետևել իրադարձություններին, հուսամ, որ մենք մյուս անգամ ավելի շատ լավ առիթներ կունենանք զրույցի համար, շնորհակալություն։ Մեր հյուրն էր ժողովրդավարության եւ անվտանգության կենտրոնի ղեկավար Արնոլդ Բլեյան, իսկ մենք քիչ անց կվերադառնանք տաղավար եւ կշարունակենք մեր եթերը։ Ծխատար ընդամենը 1 դրամ, չորանոցն ընդամենը 1 դրամ, հոսանքի կարգավորիչը ընդամենը 1 դրամ, մինչև մարտի 8-ը իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի, մանրամասները idealsystem.am Իդեալ համակարգ դեպի կատարելություն։
Առաջինի եթերը շարունակում ենք տեսակապով, մեզ Հունաստանի Աթենք մայրաքաղաքից է միացել Աթենքի Հայաստան հասարակական մշակութային կենտրոնի համահիմնադիր վերլուծաբան Մինաս Տեր Հովհաննիսյանը։ Բարև ձեզ, պարոն Հովհաննիսյան։ Ողջույն ձեզ, շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Ընթանում է Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի կողմից գլխավարվող, ղեկավարվող պատվիրակության այցը Հունաստան, եւ այս ամենի համատեքստում տեղեկատվություն է հրապարակվել, որ հայ հեղափոխական դաշնակցությունը բոյկոտում է այդ միջոցառումը, բոյկոտում է նախագահի հանդիպումը տեղի հայ համայնքի հետ, ինչը այստեղ բավականին մեծ տարածում է ստացել Հայաստանում։ Խնդրեմ մեզ ներկայացրեք մանրամասները, ինչ է տեղի ունեցել իրականում, ինչ բոյկոտի մասին է խոսքը գնում եւ ինչպես է այդ ամենը ազդել կամ չի ազդել հայ պատվիրակության աշխատանքի, աշխատանքային գրաֆիկի եւ հանդիպումների վրա։ Խնդրեմ։ Այո, խնդրեմ։ Նախ երկու բառ եթե թույլ տաք պաշտոնական այցի մասին ասեմ, սա կարևոր այց է, 15 տարուց հետո առաջ պաշտոնական այցն է, որ Հայաստանի նախագահը այցելում է Հունաստան, եւ այդ առումով կարևոր է, այդտեղ պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարարը, պարոն Պապոյանը, հայ-հունական միջխորհրդարանական պարոն Կոջորյանը եւ իհարկե Վահան Կոստանյանը, ԱԳ փոխնախարարը եւ այլ պաշտոնյաներ։ Հուշագրեր է ստորագրվելու բարձր տեխնոլոգիայի ոլորտում, ինչպես նաեւ Հանրության թանգարանի եւ Հունաստանի Ակրոպոլի եւ եկեղեցու ուրեմն տնօրենի հետ միասին, որ դա էլ քիչ նշանակություն չունի, արդեն 2 ժամից տեղի է ունենալու մեկ ցուցահանդեսի բացում Հայաստանի եւ Հունաստանի տասնյակի ուրեմն նախագահների ներկայությամբ եւ այլ Հունաստանի այլ պաշտոնյաների ներկայությամբ, որը տևելու է մեկ շաբաթ այդ ցուցահանդեսը, ուրեմն խաղաղության աղոթքի անվան տակ է տեղի ունենում նկարների ցուցահանդես է, որ հայ քաղաքակրթությունը մշակույթն է ներկայացնում եւ իհարկե այլ պրոտոկոլներ հանդիպում նախագահների միջև ուրեմն հետո լայն կազմով եւ վաղը նույնպես տեղի է ունենալու ազգային Հունաստանի ազգային ժողովի Նիկիտա Կակլամանի հետ հանդիպում։ Ես շատ ամփոփ ներկայացրեցի այս երևույթը, այսինքն այցի ընդհանուր շրջագիծը, այցի նախորդին մեկ հայտարարություն հրապարակվել է հայ հեղափոխական դաշնակցության կողմից, որ իրենք մերժում են մասնակցել այդ հավաքին։ Ամոթ է ասել, որ նախ նրանք չէին էլ հրավիրվել, որ մերժեին կամ բոյկոտեին, իրենց ցուցաբերած հայտնի վարքագծի պատճառով, բայց ես ասեմ, որ համայնքի հետ համայնքի կառույցների, տարբեր կառույցների հետ հանդիպումը շատ հրաշալի էր, նախագահ Վահագն Խաչատրյանը հանգամանալից բացատրեց Հայաստանի ներքին քաղաքականության, արտաքին քաղաքականության, միջանցքի, պետություն եկեղեցի հարաբերությունների, ուրեմն այսինքն տրիպի, բանակի արտիականացման եւ շատ հարցերի մասին խոսեց եւ բացի այդ շատ ջերմ զրույց ունեցան, հարցումների պատասխանեց եւ կարող եմ ասել, որ սքանչելի է։ Այդ հանդիպմանը Հայաստան կենտրոնի նոր սփյուռքի բացի մասնակցում էին մեր ավանդական կուսակցությունները, սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, ռամկավար ազատական կուսակցության ներկայացուցիչներ եւ տարբեր հասարակական կազմակերպություններ,
Եվ երևելի դեմքեր, որոնք ներդրում ունեցել են հայ համայնքում, Հունաստանում, բացի այդ բարձրաստիճան եկեղեցական, հոգևորական, arczepiskopos Եզնիկ Սրբազանը, Պետրոսյանը, որ Կրետեի Իրակլիոն քաղաքի որը Եվրոպայի ամենահին կամ ամենահին եկեղեցիներից մեկն է, ներկա էր եւ ինքն էլ զրույցին մաս կազմեց, այսինքն հարցումին եւ պատասխանի։ Շատ սպասում բաներ Հայաստանում որոշ կայքեր մի բաժակ ջրի մեջ փոթորիկ են ստեղծել, բայց իրականության մեջ նման արձագանք չկա համայնքում։ Դա միայն ծառայում է ավելի ինքնամեկուսացման տանելու այդ կուսակցության եւ ես ավելացնեմ ուրախալի էր, որ այդ նույն կուսակցության ավելի առողջ մտածողության ներկային, որոնք փաստորեն չեն ենթարկվում այս քաղաքականությանը, որ որդեգրել է կուսակցությունը։ Տեսեք, պարոն Տերունեսյան, դուք ասացիք, որ Դաշնակցությանը չեն հրավիրել նախագահի հետ հանդիպմանը իրենց իսկ պահվածքի պատճառով։ Կբացեք փակագծերը, ինչ պահվածք, ինչ է եղել։ Նայեցեք, դաշնակցականները անցյալ տարի ցույց կազմակերպեցին դեսպանության դեմ։ Եթե անկախության կամ բանակի օրվա կապակցության միջոցառումները մասնակցում են, բայց ընդհանրապես հյուրերը, որ գալիս են Հայաստանից, այսինքն պետական ներկայացուցիչների նկատմամբ իրենց մոտեցումը շատ բացասական է, այն առումով, որ փաստորեն Երևանից իրենց թելադրում են եւ իրենք որովհետեւ անկախ կուսակցություն չեն, ենթարկվում են այդ թելադրանքներին։ Դա ընդամենը դա է նշանակում եւ ես կարևոր բան հիշեցնեմ, որ մեր ժողովուրդը լավ է իմանա, նրանք որ իմանում են, ես իրենց վերհիշեցնեմ, որ ճիշտ 70 տարի առաջ 1956 թվականին հայ եկեղեցին պարակվեց այդ նույն կուսակցության միջոցով մեկ կաթողիկոսի փոխարեն, Մայրաթորի ամենայն հայոց կաթողիկոսի փոխարեն, դա Վազգեն առաջինի օրով էր, երկու կաթողիկոս սկսնալ, հիմա էլ 70 տարի հետո, առաջինը պատերազմի ժամանակ էր, հիմա էլ երկրորդ օտար երկրյա ուժի փաստորեն Ռուսաստանի Դաշնության կողմից, ինչպես որ ինչ-որ ապացույցներ ցույց են տալիս, հիմա երրորդ կարգում, ինչը դա չի կարող լինի եւ այսօր մենք ինքնիշխան պետություն ենք, բավական երկար տարուց հետո 473 թվականից Պապ Թագավորի սպանությունից հետո մեր պետությունը ինքն է որոշում իր քաղաքականությունը, ինքն է որոշում ով լինի նախարար մեր երկրում, ով լինի արտգործնախարար, ով լինի պաշտոնյաները եւ առանց հակադրությունների մեջ գնալու երրորդ կողմերի հետ ինքն է տնօրինում մեր անկախությունը, մեր ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ այլն։ Դա ցավալի է, որ մեր կուսակցություն հիմա իշխանատենչության եւ այլ բաների պատճառով այդպես է անում, բայց իրականության մեջ այդ կուսակցությունը ենթարկվում է օլիգարխներին, օլիգարխի անունը կարևոր չէ, որ Գագիկ Ծառուկյան է, Սամոյ է, թե Քոչարյան է, այդ բոլոր ընթացքը հիմնականում ծառայում է մեկ նպատակի, արդարացնել Ռուսաստանի Դաշնության կողմից Հայաստանի եւ Արցախի նկատմամբ դավադրական քայլը եւ նրանք փորձում են դա մսեմացնել, եթե փորձում են տարբեր պատասխանատուներ փնտրել հայ ժողովրդի մեջ, նրանց նպատակը մեկ բան է՝ արդարացնել Ռուսաստանի Դաշնության դերակատարությունը, որ բոլորի աչքի առջև տեղի է ունենալու։ Արցախը չի հանձնել Քոչարյանը, չի հանձնել Սերժ Սարգսյանը, Արցախը հանձնել է Լավրովի խումբը, որ խորհրդատուներ
իր հերթական ձախողությունների շարանն է եւ նրանք կրակեցին իրենց ոտքին, իրենց ծինակցին, մենք հիշենք, որ վարչապետ Փաշինյանը նույնիսկ Մոսկվայում հայտարարեց, որ մենք կողմ ենք 15 տարի, 10 տարի, 20 տարի ռուսական խաղապահ ուժերը շարունակեն մնալ Արցախում, բայց իրենց նպատակը այն էր, որ Արցախը տային Ադրբեջանի, ինչպես որ արդեն բազմիցս իրենք են հայտարարել հիմա եւ Հայաստանը, այսինքն Սյունիքը, որ ոչ մեկ կապ այդ պատերազմին, ուրեմն հանձնվեր Հայաստանին։ Հայաստանի ընդհանրապես, եթե դուք շարունակեմ, Հայաստանի քաղաքականությունը մինչև 2018 թվականը արտաքին եւ ներքին քաղաքականություն ուրեմն հակասում էին իրար։ Մեկ կողմից իբրե պատրաստ չէին զիջումների գնալ, փոխզիջման գնալ, մյուս կողմից չէին պատրաստվում պատերազմի։ Դա ինքնին ստեղծում էր մի հատ ահռելի վիճակ եւ իրենց հույսը դրել էին իրենց ենթադրությամբ արտաքին ուժի վրա, Ռուսաստանի Դաշնության վրա։ Բայց 2016-ի կարողյա ուրեմն պատերազմը ցնցեց այդ համակարգը, հասկացան, որ հայ ժողովուրդը, Հայաստանի պետականությունը մենակ է։ Բայց մյուս կողմից, երբ իշխանությունը իրենց օրով լեգիտիմ չէ, երբ որ ընդրված չէ, դրսում հեղինակություն չունի, եւ հեղինակությունը թույլ է եւ չի կարող միանգամից արտաքին քաղաքականություն վարել։ Մյուս կողմից դուք շատ լավ տեղյակ եք, որ Հայաստանի բոլոր կառույցները, էներգետիկ կառույցները, երկաթգծերը, ուրեմն խողովակները, գազային էլեկտրացանցը, բոլորը ուղղակի կամ անուղղակի ենթարկվում է տիրապետում է Ռուսաստանի Դաշնությունը։ Դա նման վիճակում բնական է, որ իրենք կարող էին թելադրել իրենց ցանկությունը եւ թելադրեցին եւ կատարվածը այս է։ Բայց 20 թվականի կատարվածը միայն Արցախին չէր վերաբերում, իրենք նպատակ ունեին, որ Հայաստանը Սյունիքը իրենց ձեռք առնել, ինչի չհաջողեցին, շատ փորձեր կատարել։ Արտաքին հարձակումներ եղան, դուք գիտեք, 21 թվականին, 22 թվականին, մինչև 23 թվական եւ ներքին խլրտումներ ստեղծեցին, Արցախի դրոշ բարձրացրեցին, որպեսզի Հայաստանի Հանրապետությունը պատերազմի մեջ, որպես իրենց նպատակին հասնեն, բայց չհաջողեցին։ Հայաստանի վարչապետը ունակ է, մենք ունեցել ենք այդ տեսակ քաղաքական գործիչներ, որ ոչ պոպուլար որոշումներ կայացնի, եթե այդ որոշումը նպաստում է պետականության, գոյության, երկրի անվտանգության։ Այդ տեսակ ղեկավարներ մենք ունեցել ենք, ինչպես Կարեն Դեմիրճյանը, առաջին ժամանակահատվածում Լևոն Տեր-Պետրոսյանը, նա վերջի հարցերը ստեղծի, որ շատ ցանկալի էր, որ այս տեսակ հարցերի մեջ ավելի դրական լիներ, եւ վարչապետ Փաշինյանը, պետական գործիչները նայում են տասնամյակների տրամաբանության, հասարակ քաղաքները հաջորդ ընտրությունների տրամաբանության են նայում, որ տեսնեն ինչպես կարող են հաղթել։ Ուրիշ կետեր էլ կա, որ եթե ես շատ երկար չեմ խոսի, ցանկանում եմ նշել, Հայաստանը մոնոլիտ ազգ է, չունի փոքրամասնություններ, չեն կարող արտաքին ուժերը ստեղծեն, ուրեմն էթնիկական հակադրություններ եւ դա չի աշխատում, դրա համար երկու բանի վրա են փորձում աշխատել օլիգարխները, որ բոլորի նպատակն էլ մեկ բան է, արդարացնել Ռուսաստանի Դաշնության
վարած քաղաքականությունը, որ անարդարալի է։ Իրենք հարձակողական զենքեր տվել են, հակառակորդ մեր դաշնակիցը եղել են, առավել ևս ամեն առումով փորձեր են, որ հայկական դիրքերը նույնիսկ իրենց համախոհ անձերին հուշել են, որ ինչ քաղաքական կեցվածներ եւ Արցախում եւ Հայաստանում գործել նրանք նույնիսկ պատրաստ չեղան իրենց համախոհներին բանելու եւ նրանք այսօր գտնվում են Բաքվի բանդերում եւ դա սև կետ է Լավրովի քաղաքականությունը ոչ միայն Անդրկովկասում ձախողվել է, որովհետև հիմա գործընթացը թրիփի հայտնվելուց հետո լրիվ այլ ուղղությամբ է գնում, այլ այս խմբի, Լավրովի խմբի գործունեությունը ձախողվել է Լիբիայում, ձախողվել է Սիրիայում, այն աստիճանի, որ իրանցիներին այդտեղ մենակ թողեցին իրենց հակառակորդների օդային հարվածների տակ, նույնը կատարվել է Իրաքում եւ ավելի չերկարացնեմ Բալկաններում եւ այլ երկրներում։ Հիմա իրենք փորձում են ինչ-որ ձևով, ինչ-որ հաղթանակ իբր թե արձանագրեն, բայց այսինքն Հայաստանում հունիսի 9-ի, հունիսի 7-ի ընտրություններում, բայց ես համոզված եմ, որ մեր ժողովրդի արժանապատվությունը այդ ամենակարևոր զենքն է, որ կձախողեցնի եւ մենք շարունակենք զորացնել մեր պետությունը։ Մեր պետությունը լուրջ կարևոր ընթացքի վրա է, որի մասին անշուշտ ես կցանկանայի մի քանի բաներ ասել, եթե հնարավոր։ Խնդրեմ, իհարկե։ Բոլոր թեմաները ընդարձակ թեմաներ են, սրանք մեկ զրույցի մեջ տեղավորվող թեմաներ չեն եւ բոլոր կարելի է բացել։ Ես ցանկություն ունեի երկու բառ ասել, անշուշտ Հայաստանի ներկա քաղաքական կուրսի մասին, որովհետեւ ինչքան որ դա Հայաստանին է վերաբերում, նույնքան Սփյուռքին է վերաբերում, որ մեր ժողովուրդը Սփյուռքում գիտենա, հասկանա, որ ինչ է տեղի ունենում, պետք է պետականամետ լինել եւ այլն։ Եթե թույլ տաք այդ մասին էլ Երկու-երեք րոպե ունենք, պարոն Տեր-Հովհաննիսյան։ Ուրեմն Հայաստանի իշխանությունը ինչ է կատարում այսօր, Հայաստանի իշխանությունը 3 ոլորտում է գործում՝ տեսություն, անվտանգություն եւ սոցիալական արդարություն։ Երեքը մեկը-մեկից չի բաժանվում։ Ուրեմն ես խոսեմ անվտանգության մասին, արդեն դուք գիտեք, որ պաշտպանության ոլորտը դիջիտալ է, դա օգնությունը 5-րդ սերնդի սպառազինություն է, ուրեմն դիրքերը ամրապնդվում է եւ Նախիջևանի ճակատում եւ Ադրբեջանի ճակատում, առավել եւս անվտանգության քաղաքականությունը որ վարում արտաքին քաղաքականության մեջ, դա սեփական անվտանգության քաղաքականություն չէ, սա գլոբալ անվտանգության քաղաքականություն է, այնպես որ ադրբեջանցիները նույնպես տեսնելով, որ այդտեղից ավելի շահ ունեն, քան թե հարձակում գործեն Հայաստանի վրա կամ հակառակը Հայաստանի վրա հարձակումը շատ ավելի ծախսալից է լինելու իրենց համար, քան թե Հայաստանի հետ համագործակցությունը։ Դա արտաքին քաղաքականության մեջ շատ կարևոր է, մյուս այսօր Հայաստանը չի բարձրացնում կարգախոսներ, որոնք ի վիճակի չի այսօր գծելու, որովհետև նման սխալ քաղաքականությունը պատճառ է դառնալու, որ երրորդ ուժեր մեզ ներկաշեն պատերազմների մեջ եւ իրենց հարցեր լուծել։ Հետևաբար սխալ էր սկիզբից նրանք, որ Արցախի դրոշ էին դրնում ազգային ժողովի սեղանի վրա, առանց Արցախ չկա Հայաստան իրականության մեջ, առանց ուժեղ Հայաստան չկա Արցախ, չկա Սփյուռք, չկա եկեղեցի, չկա մեր վանքերը, որ գրաված պետությունն է հիմքը, որ ազգը հարատևի։ Շատ շնորհակալ եմ ձեզ, պարոն Տեր-Հովհաննիսյան, ձեր մտքերի համար եւ շատ ուրախ եմ, որ Սփյուռքում մենք ունենք գործիչներ,
որոնք շատ լավ են պատկերացնում ինչ է կատարվում Հայաստանում, որովհետև շատ դեպքերում ես լսում եմ մտահոգություն մեր սփյուռքի բարեկամներից, որ նրանք շատերը տեղյակ չեն Հայաստանում ինչ է կատարվում, նրանց եկեղեցին է սխալ տեղեկատվություն տալիս, ձեր ասած քաղաքական ուժն է սխալ տեղեկատվություն տալիս եւ շատ ուրախ եմ, որ կա նաեւ հակակշիռներ եւ մեր մարդիկ գիտեն, թե ինչ է կատարվում Հայաստանի շուրջ եւ Հայաստանի ներսում։ Շնորհակալություն։ Մեր հյուրն էր, որը մեզ միացել էր տեսակապով Հունաստանի Աթենք մայրաքաղաքից, Աթենքի Հայաստան հասարակական մշակութային կենտրոնի համահիմնադիր վերլուծաբան Մինաստեր Հովհաննիսյանը, քիչ անց մենք կվերադառնանք եւ կշարունակենք մեր եթերը։ Գեղեցկություն ներշնչված սիրով, սեր, որը դառնում է հոգատարություն։ Սիրո տոներից մինչև մարտի 8-ը, իդեալ համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Իդեալ համակարգ, սիրով եւ հոգատարությամբ դեպի կատարելություն։ Ծխատար ընդամենը 1 դրամ, չորանոցն ընդամենը 1 դրամ, հոսանքի կարգավորիչը ընդամենը 1 դրամ, մինչև մարտի 8-ը իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ եւ ստացեք ծխատարը, չորանոցը եւ հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապարիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի։ Մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։ Շարունակում ենք մեր եթերը տեսակապով, մեզ Իսրայելից Երուսաղեմից է միացել ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Դավիթ Շարպը։ Приветствую вас, господин Шарп. Приветствую, Давид. Вот постоянно обновляется информация со ссылкой на различные инсайдерские источники о возможной военной акции США против Ирана.
И вот очередные источники портала Axios, на сей раз в Вашингтоне, сообщают, что операция США против Ирана, в случае, если она все-таки начнется, будет идти в формате массированной и затяжной военной кампании. И будет длиться как минимум не одну неделю. Я не знаю, на самом деле, насколько достоверны все эти источники. Вы человек, который живет в Израиле и, наверное, имеет гораздо большую и более достоверный объем информации, чем мы. Вопрос такой, насколько вероятна на самом деле вот эта военная операция против Ирана, и действительно, о каких масштабах сегодня может идти речь? Естественно, мы не можем в цифрах посчитать эту вероятность, это было бы с нашей стороны несерьезно, но кое-что сказать можно, и постараемся опираться на факты. В отличие от сообщений о ходе переговоров, пессимистичных, а не так давно и оптимистичных, относительно оптимистичных, по крайней мере, с иранской стороны, то, что можно, что называется, руками потрогать, это подготовку вооруженных сил США к операции. Эта подготовка идет стремительным и масштабным образом. Причем в последние пару-тройку дней от нашей с вами беседы идет резкое, подчеркиваю, наращивание и усиление группировки. Еще неделю назад, например, когда было принято решение о направлении второго авианосца, авианосца Джеральд Форд в регион, до этого была некая, не скажу стагнация, то есть продолжалась логистическая операция, перебрасывались силы противовоздушной и противоракетной обороны, но вот авиационная и морская составляющая долгое время не пополнялась. И сложилось впечатление, что американцы на случай удара сформировали то, что они хотят, и это вызывало некоторые вопросы. То есть это уже были масштабные силы, большие, но не что-то бог весть, что называется. В последние дни, однако, мы видим резкое усиление. Можно перечислить на момент нашей с вами беседы 48 самолетов F-16, 12 F-15, 18 F-35, 4 десятка самолетов-заправщиков, самолеты радиоэлектронной разведки и так далее, естественно, дальнего радиолокационного обнаружения. Авиационная группировка сухопутная резко усилилась. То есть вот буквально в разы, можно сказать, по крайней мере в 2 раза и более, и численно, и качественно. И это говорит о том, что американцы как минимум намерены быть убедительными в переговорах с Ираном, то есть чтобы Иран стал сговорчивым, демонстрирует серьезность намерений, как максимум применить очень значительные силы, и это не считая того, что возможно участие Израиля в войне, и авианосец Джеральд Форд в пути. С точки зрения политической и стратегической я бы сказал следующее. Мы, несмотря на осторожный оптимизм иранской стороны и разного рода утечки, мы неоднократно слышали на протяжении последних дней и недель не только очень жесткий и агрессивный тон в отношении друг друга от официальных лиц, то есть в плане оценки, кто вы такие и чего вы стоите, мы также, что очень важно, слышали о позициях на переговорах по иранской ядерной программе, а также по ограничению баллистических ракет, дальности баллистических ракет и поддержке Ираном своих прокси и союзников. Так вот, судя по озвученному, по крайней мере, по всем 3 вопросам стороны были очень далеки от согласия. То есть у каждой из них была и есть своя красная линия, и мы не видели никаких признаков того, если не что-то не произошло тайно, что кто-то пошел на компромисс. Из этого следует сделать вывод, что если не окажется в ближайшие дни, а может быть 2 недели, а может быть буквально дней, что кто-то, то ли американцы, то ли иранцы, поступили с теми принципами, о которых говорили раньше, президент США остается перед выбором объявить о том, что переговоры либо ничего не делать, либо объявить о том, что переговоры де-факто объявить исчерпали себя и предпринять меры. Когда собирают такие силы, когда разговаривают в ультимативной форме, то в случае провала переговоров ничего, если ничего не делать, это уже будет провал стратегический во всех отношениях, в первую очередь с точки зрения международных отношений. Соответственно, если кто-то внезапно не уступит на переговорах, то я оцениваю перспективу войны, как вероятность войны, как высокую, и, соответственно, для того, чтобы иметь возможность наносить много ударов и длительное время, американцы собирают такие значительные силы.
По итогам второго раунда переговоров, вы тоже это отметили, которые завершились в Женеве вчера, стороны оценили их положительно, но вот вице-президент США Джей Ди Венс заявил, что Иран так и не признает ряд красных линий президента Трампа, после чего пришел к заключению, что Трамп может в итоге решить, что дипломатия исчерпала свой потенциал. Ну, понятно, что это дипломатическое заявление, содержащее в себе определенные предупреждения Тегерану, но вот вопрос в следующем. А как на это все реагирует Тегеран? Заявления Али Хаменеи говорят о том, что Иран тоже не собирается отказываться от своих красных линий. Али Хаменеи человек в возрасте, у него свои специфические идеологические принципы, и несмотря на то, что на протяжении своей карьеры он демонстрировал, я имею в виду карьеры уже в качестве лидера, верховного лидера Ирана, периодически демонстрировал определенную гибкость. Вспомним, что в 2003 году, например, он приостановил именно военную составляющую своих ядерных разработок, опасаясь того, что вторжение американцев, которые находились в тот момент в Афганистане и в Ираке, с двух сторон, по обе стороны границ от Ирана, тем не менее для него переход вот этой красной линии, которую озвучили иранцы, а это касается баллистических ракет, поддержки организаций террористических, конечно же, по ядерной программе, это, как я это вижу, нечто недопустимое. То есть в рамках этих требований американских по ядерной программе, давайте остановимся только на них, потому что остальные они даже обсуждать не хотят, иранцы, от них требуют де-факто отказа от ядерной программы, причем декларативного. То есть не обогащать уран на иранской территории и отдать тот обогащенный уран, который уже накопленный, который не может быть уничтожен ударами с воздуха. Для иранцев это еще и да, у них сейчас ядерная программа фактически не действует, будучи разбомбленной, но для них, насколько я понимаю, это еще и очень принципиальный момент. И если они откажутся, это фактически отрезание себе пути к ядерному оружию. Подразумевается, что все происходящее будет ведь под контролем разного рода структур, а не просто формальный отказ. И для иранцев, я так понимаю, это неприемлемо. Естественно, они понимают, что война, тем более в нынешнем экономическом положении Ирана, дело очень паршивое. Я не знаю, насколько реалистично они оценивают возможности противника, но у них были возможности оценить израильский потенциал в 2025 году, и они были очень неприятно удивлены, я вас уверяю. Сегодня ситуация для них может выглядеть еще хуже, но выбор простой – отказаться от важнейших принципов и фактически капитулировать, а это будет так выглядеть, если они пойдут на уступки по 3 американским требованиям, либо, как они надеются, американцы не решатся, либо осуществят операцию небольших масштабов или в любом случае такую, которую режим переживет, и это для них будет лучше. В общем и целом, как я вижу, дилеммы у Хаменеи очень непростые, и каждый из выходов для него проблематичен. Возможно, они надеются на то, что Трамп не решится. Участие Израиля. Вот вы отметили, что США подготавливаются, идет активная подготовка, наращивание авиационной компоненты. Подготавливается Израиль, и если есть, то есть какие-то видимые проявления того, что Израиль готовится нанести удары по территории Ирана? Израиль, безусловно, готовится, что называется, день и ночь уже не одну неделю, именно в повышенной готовности. Силы, те составляющие силы израильской армии, а это в первую очередь ВВС, а ВВС в Израиле это и ударная авиация, и противовоздушная, противоракетная оборона, и, конечно же, это силы разведки, все, что завязано на разведку и гражданскую оборону, все это находится в очень высокой степени готовности. Это проявляется и естественно, большая часть аспектов этой готовности – это военная тайна. Но то, что тайной не является, это то, что развернуты необходимые системы обороны, призваны резервисты в тех областях, где они нужны. Естественно, отпуска в тех областях, где необходимо, либо сокращены, либо отменены. Тут я не буду вдаваться в подробности. В общем и целом готовность очень высокая и очень высокая степень координации с центральным командованием Соединенных Штатов в плане того, что может произойти. Я напомню, что когда президент Трамп не нанес в итоге обещанный удар
в январе удар уже почти, приказ был де-факто почти отдан, оставалось нажать на кнопку через считанные часы. В Израиле об этом знали и были уж совсем готовы, пока это решение не было отменено. Ну и важный момент, что касается самого участия. Давайте несколько, тут есть пару-тройку сценариев. Первый сценарий – это то, что Израиль согласованно с Соединенными Штатами атакует Иран вместе. Важно понимать, в Израиле не испытывают иллюзий по отношению к Ирану. Иран – это враг не на жизнь, а на смерть, который уже неоднократно ракетами обстреливал Израиль, который обещал атаковать Израиль в случае, если будет атакован американцами. Поэтому, если у американцев есть такое пожелание, как я вижу, чтобы Израиль действовал с ними совместно, предположу, что такое пожелание будет удовлетворено, и в этом случае масштабность группировки и так существенная американская, но возрастает очень и очень серьезно. Скажем так, по сравнению с тем, что возможности ВВС Израиля по сравнению с одним авианосцем, который еще не пришел в регион и которого можно ждать или не ждать, это, скажем так, в разы более существенны. Теперь, собственно, другой сценарий. Могут дождаться иранской атаки, каковая по иранскому обещанию тоже состоится с большой вероятностью. И тут все понятно. Тогда действия Израиля тем более будут очень жесткие, агрессивные во всех отношениях. Ну и, наконец, есть еще вариант промежуточный, который подразумевает превентивный удар. Как я это вижу, если американцы уже ударили по Ирану, и в Израиле видят саму подготовку, например, ракеты средней дальности готовят к старту и к обстрелу Израиля, то в этом случае Израиль никак не может себе позволить дождаться, чтобы залп состоялся. Естественно, необходимо максимально минимизировать ущерб. То есть, если, извините за такое выражение, его нельзя предотвратить залп, но несколько минимизировать можно, а значит нужно атаковать. С точки зрения военной, как я это вижу, наиболее оптимальным вариантом, чисто с военной точки зрения, является совместная атака с американцами, если они на такую решатся, потому что в этом случае участие Израиля практически неименуемо по любому сценарию, и тогда вопрос в том, насколько он будет оптимальным. В общем и целом выглядит это примерно так. В деталях, конечно, все готовятся очень существенно. Небольшое уточнение. Когда вы говорите о масштабной атаке, совместной атаке американо-израильской, вы имеете в виду исключительно авиационные и ракетные удары, я правильно вас понимаю? Тут ведь сухопутной составляющей здесь в любом случае нет. Я имею в виду общевойсковой составляющей, по понятным причинам ни с чьей стороны. Однако теоретически, кроме классической авиационной и ударной с моря это в первую очередь, естественно, и главное американцы, теоретически Израиль тоже может нанести удар с моря. Возможны и вероятны, конечно, специальные операции сторон. Я напомню, что война июня 25 года началась как раз активными действиями израильской агентуры сил специальных операций, именно диверсионных силовых действий, которые подразумевали в первую очередь, скажем так, удар по системам ПВО и по ракетным пусковым установкам Ирана с тем, чтобы как раз ослабить как оборонительные возможности Ирана, так и ударные перед основной атакой, которую, естественно, осуществили уже военно-воздушные силы. Давид, я хотел бы обсудить с вами немного военно-технические итоги визита вице-президента США Джей Ди Венса в наш регион, в Армению и в Азербайджан. Известно, что подписан контракт о поставке разведывательных беспилотных летательных аппаратов в БАТ в Армению стоимостью $11 миллионов, и подписан контракт между Азербайджаном и США на поставку военных небольших моторных катеров, которые будут использоваться в Каспийском море. О чем говорит, на ваш взгляд, подобная номенклатура и в случае Армении, и в случае Азербайджана, военно-технического сотрудничества с США, и в конце концов это первые шаги? И есть ли предпосылки для продолжения развертывания этого сотрудничества с США, как в случае Армении, так и в случае Азербайджана? Во-первых, это, на мой взгляд, номенклатура и масштаб сделок наглядно показывают, что речь идет о символическом шаге. Это таком жесте Соединенных Штатов, которые они демонстрируют обоим партнерам, можно так сказать, что мы готовы на военно-техническое сотрудничество и готовы на практике. Тем не менее, как мы видим, я могу предположить, что и Армения, и Азербайджан
хотели бы купить у американцев гораздо больше оружия и гораздо более широкую номенклатуру. Я в этом практически не сомневаюсь. И вот по поводу этого, конечно же, есть на данный момент определенные сомнения, и даже весьма большие. В принципе, нынешняя администрация подходит ко многому, по сути, естественно, учитывается очень сильно политическая составляющая, но коммерческая составляющая, можно сказать, тоже доминирует во многих случаях. И, соответственно, перспективы здесь есть. Во-первых, как американцы считают, в тот момент, я сейчас абстрагируюсь, рассуждаю с американской точки зрения, в тот момент, когда конфликт между Арменией и Азербайджаном вроде как улажен, то препятствия по продаже оружия или исчезают полностью, или в заметной степени исчезают, и коммерческая составляющая, почему бы не заработать, раз нет существенных политических препятствий, выходит на первый план. Тем не менее, мы не увидели закупки чего-то крупного, это своего рода первый шаг. Я не удивлюсь, если мы услышим о более таких интересных или сексапильных типах вооружения, причем это касается Армении и Азербайджана, естественно, очень многое упирается в платежеспособность, если не возникнет некий тип особых отношений между странами, например, между Соединенными Штатами и Арменией, но у меня пока нет таких оснований предполагать, что это в пути. Тем не менее, начало вот такому сотрудничеству положено. В обоих случаях, я бы сказал, весьма символично. То есть я вас правильно понимаю, что все будущее вот этих поставок вооруженных зависит от перспектив мира между Арменией и Азербайджаном? Будет или не будет этот мир? В заметной степени. Если бы, скажем так, если бы речь шла о другой администрации Белого дома, то я бы предположил, что они будут придерживаться неких традиционных подходов, что пока идут боевые действия между, или, скажем так, есть потенциал очевидный боевых действий между Арменией и Азербайджаном, то ни одна из сторон не получает летального оружия, максимум получает, что-нибудь нелетальное или элемент, допустим, если мы говорим об Армении, что-то в экономическом плане. Но у нынешней администрации подходы несколько иные, поэтому они себя чувствуют увереннее, а с другой стороны есть очевидное, как сам президент Трамп считает, урегулирование отношений между, скажем так, тут вопрос, естественно, каждый может сам себе задать, насколько это необратимый процесс, но с точки зрения президента Трампа, насколько я понимаю, он закончил войну, поэтому препятствия, вероятно, может быть и не все, но значительная часть препятствий даже по старым принципам старой политики, убраны, но далее будет видно. Предсказывать то, что произойдет, дело неблагодарное, и, собственно, тем более в случае с нынешней администрацией, которая умеет удивлять на разных направлениях, удивлять по самыми разными способами. Благодарю вас, Давид. Всего хорошего. Всего хорошего, до свидания. Մեր շուրներ, որը մեզ միացել էր տեսակապով Իսրայելից, Երուսաղեմից, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Դավիթ Շարպը, դες հետ էր Դավիթ Ստեփանյանը եւ մանրամասները կհանդիպենք։ Գեղեցկություն ներշնչված սիրով, սեր, որը դառնում է հոգատարություն։ Սիրո տոներից մինչև մարտի 8-ը, իդեալ համակարգում ստացեք լրացուցիչ 8% զեղչ սալիկների ամբողջ տեսականու համար։ Իդեալ համակարգ, սիրով և հոգատարությամբ դեպի կատարելություն։ Ծխատար ընդամենը 1 դրամ, չորանոցն ընդամենը 1 դրամ, հոսանքի կարգավորիչը ընդամենը 1 դրամ, մինչև մարտի 8-ը իդեալ համակարգի ցանկացած խանութ սրահից ձեռք բերեք ամբողջական ջերուսման համակարգ և ստացեք ծխատարը, չորանոցը և հոսանքի կարգավորիչն ընդամենը 1 դրամով։ Ապառիկը տեղում 12 ամիս առանց որևէ տոկոսի, մանրամասները idealsystem.am։ Իդեալ համակարգ, դեպի կատարելություն։